Շնորհալի դերասան Արտաշես Ալեքսանյանն այս շրջանում նկարահանվում է Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգ» հեռուստասերիալում։ Այստեղ նա հանդես է գալիս շատ հակասական կերպարով։ Մեկնաբանություններից ելնելով եզրակացնում ենք, որ հետևորդների մի մասը մտածում է, որ նա դրական կերպար է, իսկ մյուս մասը, որ բացասական։ Եվ թեև տարվա, ամսվա ու օրվա մեծ մասը դերասանը զբաղված է լինում նկարահանումներով, այնուամենայնիվ Արտաշես Ալեքսանյանից ոչ ոք և ոչինչ չի կարող խլել այն ժամանակը, որ նա տրամադրում է ընտանիքին, մասնավորապես թոռնիկներին։ Դերասան Արտաշես Ալեքսանյանը բավական փակ է պահում իր անձնական կյանքը։ Որպես կանոն, հանրային վայրերում նա ներկայանում է միայնակ։ Օրերս մեզ հաջողվել է գտնել նրա կնոջ լուսանկարները, թեպետ դրանք արխիվային են։ Հավելենք, որ կնոջ վերաբերյալ հազվադեպ տված հարցազրույցներից մեկում դերասանը նշել էր հետևյալը. «Նա ինձ համար կյանքի մի մեծ անակնկալ է։ Նրա հետ ամեն օրս լի է հաճելի ակնթարթներով։ Իսկ ում կվստահեիք ձեր ամենամեծ ու նվիրական գաղտնիքը» հարցին դերասանը պատասխանում է. «Իհարկե իմ կեսին, կնոջս»։ 63-ամյա դերասանը հարցազրույցներում էլ նախընտրում է խոսել արվեստից։ Երբեմն հիշում է նաև Արցախյան պատերազմը, որի մասնակիցն է եղել։ Մի անգամ քիչ էր մնում գերի մնայի, դա 1992 թվականն էր, Խոջալուն, բայց ոչ մի օր գերության մեջ չմնացի, բախտս բերեց, փախա։ Պարոն Ալեքսանյանը խոստովանել է, որ թիկունքից հարվածներ շատ է ստացել, մինչ օրս էլ ստանում է, բայց չի պատասխանում, այդ գործը թողել է Աստծուն։ Կյանքը բումերանգ է, ով ինչ շպրտի, կվերադառնա իրեն, ասում է դերասանը։ Խոսելով մեզ, հայերիս և մեր հայրենիքի մասին, իր հարցազրույցներից մեկում նշել է. «Մենք հայերս, որ ապրում ենք ահավոր վատ աշխարհագրական դիրքում, ազգովի ստիպված ենք պաշտպանել մեր մշակույթը, հողը, լեզուն, իսկ դրա համար մեր ներսի թուրքին պետք է վերացնենք, հետո դրսի թուրքի դեմ պայքարենք։ Մտածում եմ, ինչու պետք է Հայաստանում լինեն հայերեն խոսացողներ, որոնք հայ չեն։ Չէ՞ որ ամեն հայերեն խոսացող չէ, որ հայ է»։ Նշենք, որ Արտաշես Ալեքսանյանը նկարահանվել է Արմենիա հեռուստաընկերության նկարահանած մի շարք հեռուստանախագծերում։ Չեխիայում ունեցել է անհատական նկարների 2 ցուցահանդես, իսկ 2017 թվականին ստացել է վաստակավոր արտիստի կոչում։ Հարգելի հետևորդներ, իսկ այժմ եկել է ձեր ժամանակը։ Այս տեսանյութի ներքևում գրեք մեկնաբանություն։ Ձեր կարծիքով «Վերջին զանգ» հեռուստասերիալում Հենդոն դրական կերպար է, թե բացասական։